Բարև ձեզ հարգելի ոստատի տողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Բադալյան։ Պարոն Բադալյան, նման զարգացումները հետընտրական, որ այսպես երկար կտևի միայն արդյունքների ամփոփման չկսամանափակվի, կանխատեսելի էր թե ոչ արդյոք։ Շնորհակալություն հրավերի համար, այո, կանխատեսելի էր, որովհետև ձեր եւ այլ լրատվականներին նախկինում տված հարցազրույցում նշել ենք, որ սա ներհայաստանյան գործընթաց չէ։ Սա հիշում եք, ասել ենք, արտահայաստանյան քաղաքական գործընթաց է, մի կողմից արևմուտքի, հավաքական արևմուտքի, մյուս կողմից Ռուսաստանի միջև, որոնք մրցակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց ազդեցությունը պահպանելու կամ վերականգնելու, նորից վերականգնելու համար եւ այդ մրցակցությունը չի ավարտվում միայն հունիսի 7-ին տեղ ունեցած քվեարկությամբ եւ նրա արդյունքների, ասենք, կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից հռչակմամբ այդ մրցակցությունը բավականին երկար է տևելու, խոսքը չի վերաբերում տարիների մասին, բավականին երկար, որ ասել եմ նկատի ունենք որոշակի հատված միգուցե ամիսներ, որովհետև դեռևս չմոռանանք մայիսի 30-ին ԵԱՏՄ հավաքի ժամանակ ընդունված որոշումը առայն, որ 6 ամիս հետո Հայաստանի նկատմամբ սառեցվելու է ԵԱՏՄ-ի բոլոր արտոնությունները եւ պայմանագրերը, այսինքն այս ընթացքում դեռևս մրցակցությունը շարունակվելու է։ Այո, ոչինչ դեռևս պարզ չէ։ Կարևոր չէ թե Վահագն Ակիմյանը ինչ տոկոս է գրել եւ տվել ԿՊ-ին, որպեսզի նա իշխանությունը պահպանվի։ Այդ տոկոսը հիմա կարծես պայքարը գնում է ԿՊ-ն մեծամասնություն կունենա, թե ոչ։ Այդ 3.5%-ի կռիվն է գնում։ 3.5% չէ, 3.5 բանի մասի, այսինքն սամնարական մեծամասնություն կամ 3.5-րդ մեծամասնությամբ, այսինքն 64, 3.5-ը դա 63-ն է, եթե ԲՀԿ-ն չի մտնում, 64 է լինում, եւ հիմա մենք տեսանք, որ ԲՀԿ-ին չէր հերիքում 68 ձայն, ԲՀԿ-ն գտավ 140 ձայն, բայց անվավեր հրճակեցին ձայները։ Ոչ, անվավեր չէ, հրճակեցին, ուրիշ տեղամասերում բռնեցին եւ հրճակեցին ուրեմն քվեարկության արդյունքները անվավեր, որով 200 ձեն նորից վերցվեցին, բայց միաժամանակ նաև մեկ այլ ընտրատեղամասում, որտեղ 8-րդը, իսկ իրանք 8-րդն չէ, քվեարկատիկը բան չկար, չէ, թե ասենք, որ ուղղություն չլինի, 12-13 ընտրատարածքի ընտրատեղամասային արդյունքները նոր կենտրոնական տրական հանձնաժողով այսօր նույնպես չեղել հայտարարեց, դա 3-րդ ընտրատեղամասն է, որտեղ 8-րդ համարի ուրեմն քվեարկատիկը այնտեղ բացակայում է եւ այնտեղ մոտավորապես 809 ընտրող կա, այսինքն ոնց որ հասկանում եմ ԲՀԿ-ին առաջարկում են քաղաքական առևտուր, այո, մենք այն տարածքներում չեղալ ենք հայտարարել կոձայները, բայց այստեղ Աբովյանը իդեպ այդ տարածք Աբովյանում է, եթե մեր հետ գործարքի գա կամ ամենահավանականությամբ դուք մենք թողենք, որ այդ 809 անցնի ձեզ, ինչքան կարող է տեղից վերցնեք, մենք այնտեղ ակտիվ չենք մասնակցի, դուք շատ կվերցնեք եւ դուք կմտեք պարլամենտ, բայց մտելով պարլամենտ հասկանալի է, որ դուք պետք է դարակ ընդդիմություն քննադատեք, բայց երբ որ պետք լինի սահմանադրական դատային դատավոր կամ որևէ այլ սահմանադրական օրենք ընդունել կամ որևէ այլ ուրեմն գլխավոր դատախազ կամ այլ պաշտոնյաների նշանակել, որի համար անհրաժեշտ է 3/5-ը, դուք կմիանաք մեզ։ Ուղղակի մի բան են շփոթում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, դա այն է, որ իրենք քաղաքական առևտուր անելու համար այսօր այլևս այն հզորությունը չունեն։ Իհարկե նրանք Հայաստան ունի ռեպրեսիվ կառույց եւ այլն, բայց քանի նախկինում էլ եղել քաղաքական առևտուր, այնպես չէ, որ նախկինում քաղաքական իշխանությունները եւ ԲՀԿ-ի միջև քաղաքական առևտուր չի գնացել։ Իդեպ ԲՀԿ-ն այս պայմանությամբ մերժել է ցանկացած համագործակցություն, ուրեմն ԿՊ-ի հետ ավելին, եթե դուք նայում եք ԲՀԿ-ի ցուցակում գործարարներ չկան, որ լրիվ քաղաքական գործիչներ են, իսկ դա նշանակում է, որ առևտուր անելը դժվար է, նրանց վրա ճնշում գործադրել չկա, ունած կարող է ձերբակալել, լրտեսության մեջ մեղադրել եւ այլն, ու չգիտեմ, բայց մենք շատ ենք ականատես եղել, որ վերջի պահին այսպես եղել են պատգամավորներ, ովքեր դարձել են անկախ, այսպես թվացիալ, բայց ձայները ԿՊ-ի օգտին է մշտապես եղել։ Հիմա որքանով վստահ լինում, որ այս ընդդիմության մեջ ուրեմն դա մենք տեսել ենք երկու դեպքում պատիվ ունեմից մեկ պատգամավոր եւ Հայաստան Դաշնքից մեկ պատգամավոր, դրանք են եղել, բայց նախկինում ԲՀԿ-ի նկատմամբ գործարարները մի կերպ են քվեարկել, հրճակվել է ազատ քվեարկություն, իսկ քաղաքական գործիչները դեմ են քվեարկել, գործարարներ կողմ են քվեարկել, հիմա գործարարներ չկան, սա մեկ։ Երկրորդ, ել եմ կրկնում, եթե սա լիներ միայն ներհայաստանյան գործընթաց,
չեմ կարող ասել ԲՀԿ-ի ցուցակում են գործանել, միգուցե որոշակի քաղաքական գործընթացներ, ասենք, ընդհանրային, այսպես անդրկուլիսեն, բայց սա ներքաղաքական գործընթաց չէ։ Հիմա փաստորեն երկու տարբերակ կա, կամ այդ ընտրատաղամասերում նոր քվեարկություններ կանացվում, կամ ընտրության արդյունքները առհասարակ անվավեր են ճանաչվում։ Այս երկու տարբերակն է։ Ինչպես կգնան ու որի ինչ է տալու։ Չէ, նայեք, տարբերակները մի քանիստ են։ Մենք դեռևս չգիտենք վերջնական արդյունքը։ Ի վերջո ԲՀԿ-ի, հա, ասենք, անվավեր ճանաչեցին, եկան քվեարկություն արեցին, դրանից ԲՀԿ-ն ինչ ստացավ, դրանից հետո ԲՀԿ-ն մտավ պարլամենտ, թե չմտավ։ Ընդհանուր սենց է խնդիրը դրած։ Երրյակը ԲՀԿ-ն էլ հետո մտնում է պարլամենտ 45 տեղով, կամ միգուցե ավել 46, 47, եթե ուրեմն վերահաշվարկի արդյունքները այլ բան ցույց տան, թե չի մտնում, այսինքն երկուստ են լինում, երկուսին են թողում 41, սա մեկ տարբերակ, երբ որ երրյակն են մտնում, երկրորդ ուրեմն տարբերակը այն է, որ ԲՀԿ-ն չի մտնում, այն երկուստ էլ ասում են դե դեպքում մենք էլ չենք մտնում, ընդհանրապես չենք վերցնում մանդատները, եւ երկու տարբերակներն էլ հնարավոր զարգացումներ կարող են ունենալ, որը միշտ չէ որ կապված եմ ասում, մի դիտարկեք սա որպես միայն զուտ ներքաղաքական Բայց գործընթաց։ խոսույթից երևում է, որ հակված են մանդատները վերցնել, այդպես հրաժարվելու մասին խոսք Չէ, հələ խոսույթները չգիտեմ ինչ է լինում, ինչ թեմաներից իրանց ինչ է լինում, ինչ մտքերից ինչ է հնչեցվում իրենց եւ շարքային падգամոն ինչ են ասում, իրանք չեն որոշում, այնտեղ կորոշեն, հա, կուսակցության իրանց դաշինքների ղեկավարները եւ այլն, եւ դա կախված է ԲՀԿ-ի կապված ուրեմն այս գործընթացից։ Իդեպ նշենք, որ այս գործընթացը, երբ որ մանդատը վերցնում ես, դա չի նշանակում, որ դու ինչ-որ չափով գնում ես համագործակցության, որովհետեւ մի բան պարզ է, այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրությունների արդյունքները եւ Ռուսաստանի Դաշնության ընտրությունները դիտարկող անցկացնող կազմակերպող մասնագիտական կառույցի, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուրեմն ներկայացուցիչները, որոնք դիտորդներ են եղել, դիտարկել են, գրել են, որ Հայաստանում ընտրությունները անցել են բազմաթիվ խախտումներով, ոչ թե թերացումներով, այսինքն գրուբի բան է, էլի нарушение, այսպես հայտարարություն է եղել, правонарушение եւ այլն, այսինքն խախտվել են իրանք, սա թերություններ չեն։ Իսկ եթե իրենց մասնագիտական կառույցը նշում է, որ տեղի ունեցել խախտումներ, դա նշանակում է, որ հող է նախապատրաստվում այս ընտրությունները ընդհանրապես չճանաչելու, որտեղ երբ որ մենք նայում ենք նաև Ռուսաստանի Դաշնության արտգործ նախարարության մամլոխոսնակի հայտարարությունները, որ Հայաստանում ընտրությունները տեղի ունեցել ընդդիմության նկատմամբ սկզբում նշվեց ճնշումների եւ արևմուտքի միջամտությամբ, իսկ հետո հաջորդ օր նշվեց աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի ղեկավարությամբ, այսինքն ուղղորդությամբ, այսինքն թե այս կտրվածքով թե արևմուտքի եւ միջամտությունը էականորեն ուրեմն բարձրացվեց եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ նորից իրենց նշում է, որ բազմաթիվ խախտումներով են տեղի ունեցել, այսինքն սա մոտավորապես հող է նախապատրաստում ենթադրաբար այս ընտրությունները չճանաչելու, Դա ինչ է փոխել Ռուսաստանը կճանաչի, թե չընտրությունները։ Այստեղ եղել է մի շարք երկրների ղեկավարներ, շնորհավորել են ժողովուրդ ամեն դեպքում այս պայդրությամբ հաշտ է արդյունքների հետ ինչ է փոխել Ռուսաստանը ճանաչումը։ Դե ժողովուրդը հաշտ թե հաշտ չէ, դա էական նշանակություն չունի, խնդիրը կայանում են եւ իդեպ նշեմ ճանաչել են իհարկե եւ արևմտյան, հիմնական արևմտյան աշխարհի երկրներն են ճանաչել, Իրանում ճանաչել են նախագահան եւ արտգործնախարարը, Թուրքիա ղեկավարը, Ալիևն էլ այնտեղ ճանաչել եւ Ղազախստանը ճանաչել, բայց Ռուսաստանը չճանաչելը լեգիտիմ է, թե լեգիտիմ կախված է նրանից, որ Հայաստանի առևտրի շրջանառությունը Ռուսաստանի հետ 85-ից 90% է, որոշ դեպքերում 95 եւ ավելի։ Այն ճանաչած երկրներ, ասենք Հունաստանի, Բելգիայի կամ Լատվիայի հետ կա մեծ առևտուր չունի։ Սա մեկ, եթե Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում ընտրությունը լեգիտիմությունը, չի ճանաչում նաեւ դրա արդյունքը, դրա արդյունքը նոր ձևավորված ազգային ժողովն է։ Եթե դու չես ճանաչում լեգիտիմ ազգային ժողովը նոր ձևավորված, բնականաբար դու չես ճանաչում նրա կողմից ձևավորված կառավարող իշխանությունը եւ նրա լիազորությունները, այսինքն փաստացի ընդունենք, կապան նորից մեծամասնություն, ոչ թե ընդունենք, այս պայդության մեծամասնությունն եւ նա ստացավ, խորհրդարանը բացվեց, իսկ նոր խորհրդարանը օգոստոսի 2-ին է ուրեմն
բան նիստը լինելու, եթե չեմ սխալվում։ Օգոստոսի 2-ին, այո։ Հա, օգոստոսի 2-ին խորհրդարան նիստը գումարելու, այս խորհրդարան լիազորություն դատարեցվելու են, կառավարությունը հրաժարական է տալու եւ նոր կառավարություն է ձևավորելու բնականաբար։ Եթե դու չես ճանաչում այս խորհրդարանի լեգիտիմությունը, ես չգիտեմ Ռուսաստանը կճանաչի թե չէ։ Ես ասում հողը ոնց որ թե հողը այս պայդրությամբ այդ տենդենսը ես տեսնում եմ։ Եվ բնականաբար որպես արդյունք ինքը կարող է չճանաչել նաեւ կառավարության, ապագա կառավարության լեգիտիմությունը, եթե կառավարությունը լեգիտիմ չի, բնականաբար դու չես կարող այդ կառավարության հետ հարաբերվել ցանկացած հարցով։ Այսինքն դու դառնում ես գործող վարչապետը, դառնում ես Զելենսկի 2, որոնց ասում են, չէ՞, ասենք ժանկետած նախագահ, դու դառնում ես ժանկետած վարչապետ։ Եթե քեզ չեն ճանաչում, նշանակում է այլևս քո ստորագրու քո հետ կա հեռախոսային կապ չկա, վերջ։ Օգոստոսի 2-ից քո հետ հեռախոսային կապը դադարում է, չեմ ասում հիմա կա, բայց դրանից հետո դադարում է, որտեղ դու դիտվում ես մաստավորանց։ Մաստավորանցը չի կարող զանգել Պուտինին եւ ինչ-որ հարց քննարկել։ Դու դիտվում ես մաստավորանց, որը չի կարող մասնակցել ԵԱՏՄ հապկեվալ ուրեմն նիստերին եւ ինչ-որ որոշումների կայացման։ Այսինքն քո որոշումը, որ երբ որ որոշեն քեզ հապկից կամ բան ԵԱՏՄ-ից դուրս թողելու մասին, եթե քեզ լեգիտիմ չճանաչեցին, դու չես կարող գնալ մասնակցել դեմ քվեարկել։ Դու մաստավորանց ես դիտվում, այսինքն միաժամանակ նաեւ տնտեսական շատ հարցեր կան, չէ՞, ասենք, չգիտեմ, գազ մատակարարելն է Հայաստանին, հոսանքի հետ կապված խնդիրն, առևտրաշրջանառությունն է, այստեղ էկոնոմիկա նախարարը ինչ-որ նամակ է ուղղում ՌԴ էկոնոմիկա նախարարին ինչ-որ աշխատանքային հարցեր կապված կողմ նամակին ալես չեն պատասխանում, որտեղ քեզ համարում ոչ լեգիտիմ, այսինքն չճանաչելը բերում է բազմաթիվ հետևանքներ։ Սա միայն քաղաքական հետևանքներ չի, որովհետև ես չեմ կարծում, որ սա միայն բավարարվելու է, ընթանալու է այդ ուղղությամբ։ Պարոն Բադալյան, իսկ այս պահին նաև ընդդիմադիր ուժերը հակված են դիմել սահմանադրական դատարան։ Ու ստացվում է, եթե ՍԴ-ն որևէ խախտում չգտնի հիմքեր, բավարար չգտնի անվավեր ճանաչելու, պետք է եթե վստահել են դիմել են սահմանադրական դատարան, պետք է նաև հաշտ լինեն դրա արդյունքների հետ եւ ընդունեն ընտրության արդյունքները։ Ինչու, եթե վստահում են այդ կառույցին, դիմում են, նշանակում է պետք է նաև որոշման հետ հաշտ լինեն։ Որոշման հետ հաշտ կարող են, բայց իրանց բաներով դիրքորոշում կարող են ասել սահմանադրական դատարան դիմել, սահմանադրական դատարանը ճանաչել է այս ընտրությունների կեղծիք, բայց մենք չենք ճանաչում, որովհետև մեր դիրքորոշումը, մեր բաները չի բավարարել սահմանադրական դատարանը, մեր ասենք կետերը չի բավարարել, այսինքն խնդիրը մենք չենք դիտարկում զուտ իրավական տեսակետից, սա դիտարկեք քաղաքական տեսակետից, մենք չարաշտորտենք իրավական տեսակետից սահմանադրականը դատարան իշխանի եւ այլն։ Եվ ավելի հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, դա այն էր, որ այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունը արգելափակեց իր տարածք մտնող բոլոր ենթային կարանտինային պարենամթերքը, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին հասկացնում է, որ գիտեք ինչ, դուք ինչքան տոկոս ուզում եք գրեք։ Մենք ձեր այդ տոկոսները այլևս հաշվի չենք առնում, որովհետև այսինքն եթե մինչև ուրեմն քվեարկությունը իրենք տնտեսական սահմանափակումներ են մտցնում եւ դա ասում են, որ գիտեք կապված է, հա, ընտրությունների հետ եւ ընտրությունից հետո վարչապետացում է, չէ, կգնամ ամեն ինչ կլուծվի, հիշում եք էկոնոմիկայի նախարարը ինչ էր ասում։ Ասում է հուլիսին այց է նախատեսված։ Չէ, հուլիսին այց է, չէ, այց է նախատեսված չի, որովհետեւ չէ կարող նախատեսված է, թե չէ, որովհետեւ դեռևս այն կողմից քաղաքական որոշում չկա Հայաստանին ճանաչելու իշխանությունը։ Երբ որ կլինի, նոր է դեպքում կնախատեսվի, բայց այսօր հունիսի 12-ից փակում են նաև եւ ոչ միայն Ռուսաստանի շուկան են փակում պարենամթերքի, նաև տրանզիտն են փակում, դա այսինքն դու Ռուսաստանի տարածքով էլ չես կարող Բելարուս ու Ղազախստան 20 կանել, այսինքն տնտեսական սահմանափակումներ են ուժեղանում, ինչ է սա ամբողջովին բերում, երկու ճանապարհ, այսինքն եթե ԲՀԿ-ն մտնում է այդ դեպքում ենթադրաբար երեք ուժերը միասին ունենալով ՌԴ-աջակցություն եւ փոխոցի աջակցությունը սկսում են ճնշում գործադել իշխանությունների վրա եւ տնտեսական սահմանափակումները պարլամենտական ճնշում, փոխոցային ճնշումով փորձում են հասնել իշխանափոխության, երկրորդ ճանապարհը մանդատ չվերցնելն է, եթե ԲՀԿ-ն զրկում է։ Իսկ ինչ է դրանով ստեղծվելու, խորհրդարան ինչ խնդիրներ ԿՊ-ն կունենա, որպես այդպիսի մեծամասնություն են իրենք, կարող են եթե ԲՀԿ-ն է մտնում Չէ, եթե ընդդիմադիրները մանդատ չվերցնեն։ Հա, հիմա երկրորդ կան, հա։ Եթե ընդդիմադիրները մանդատ չեն վերցնում, հիմա դա ինքն է։ Առաջինը պարզ է, չէ՞, մանդատները վերցնում են, բայց եթե երեք ուժն է միանգամից մտնում, այսինքն մանդատները վերցնում են եւ ունենալով ՌԴ աջակցություն, իսկ ՌԴ-ն աջակցելու է ամեն դեպքում, որովհետեւ նշեցինք Ռուսաստանի համար Հայաստանում ձևավորած իշխանությունը ցանկալի չէ, որտեղ ձևավորած իշխանությունը կատարել է իր նպատակը, այն է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է բերվելու
ռադասահմանապահ ուժը, Գյումրի բազան եւ զրկվելու է ուրեմն երկաթգծի լիցենզիայից, միգուցե հետագայում Գազպրոմը, չգիտեմ։ Այսինքն ռուսական ռազմատնտեսական ներկայություն չեզոքացվել է իշխանության կողմից։ Դա կախված չի վարչապետը դա ուզում է թե չի ուզում։ Դա դրանից ընդհանրապես կախված չէ։ Իդեպ նշենք, որ երեք Հայաստանում Ռումինիայի դեսպանը նշանակվեց նոր ձևավորված Եվրոմիության այդ կառույցում, այսինքն Եվրոմիություն Հայաստանում արդեն ունի, կարելի ասել, կիսա ռազմականացված ներկայացություն, այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարող ինչ որ այդ հանձնաժողովն էր։ Այսինքն Եվրոմիության դիրքերը ամրապնդում են մի ճանապարհով, եթե վերցնում են մանդատները, նշանակում Ռուսաստանի Դաշնություն խորհրդանական ճնշում եւ փողոցի ճնշումով իշխանությունների վրա փորձում են իշխանափոխություն հայտնել, երկրորդ ճանապարհը մանդատները չեն վերցնում, եթե ԲՀԿ-ին թույլ չեն տալիս, ԲՀԿ-ին առանց ԲՀԿ-ի դառնում է անիմաստ, որտեղ մի դեպքում դու 8 պատգամավոր ունես վրա ճնշում դատելու, հա, մյուս դեպքում 12-ը որ ավելի իր լծակները ավելի շատ են, այդ դեպքում եթե դու մանդատը չես վերցնում, արդեն առաջանում է հարց, եթե մանդատ չես վերցնում, ինչ ես անում։ Եթե դու մանդատը չես վերցնում, փողոցային, այսպես ասած, պայքարի մասին, ասում են մանդատները վերցնենք գնանք, բայց նաև փողոցում։ Չէ, մանդատը, չէ, եթե մանդատը վերցնում ես, պետք է 3-ը միասին լինի։ Եթե այս 3-ը չկա, երկուսի մանդատները վերցնելով, այդ դեպքում փողոցային պայքարը ինքնին ապակա չունեցող պայքարը, եթե նա չունի արտաքին աջակցություն, որովհետև 96 թվականից դիտարկումները ցույց են տալի Հայաստանում տեղ ունեցել բազմաթիվ փողոցային պայքարներ եւ բոլոր նրանք, ովքեր չեն ունեցել արտաքին քաղաքական աջակցություն, բոլոր նրանք կարճ ժամանակ հետո դադարել են կամ իշխանությունների կողմից համապատասխան, ուրեմն, հա, բռնի քաղաքականություն իրականացնելու արդյունքում կամ, չգիտեմ, ինչ որ ժամկետը ոնց որ բան էլի նստելու այդ հանգիստ ուրեմն այդ ինքնին մարելու էներգիան սպառվելու այդ բանով գործընթացով վերածել են, այսինքն եթե դու մանդատ չես վերցնում, դու պետք է փողոց դուրս գաս, եթե դու փողոց ես դուրս գալ, դու պետք է ունես արտաքին քաղաքական ճնշում, որը քեզ աջակցի եւ կարողանաս ինչ որ արդյունքի հասնել, եթե չկա արտաքին քաղաքական ճնշումը, դու փողոցով ոչինչի չես հասնելու, դա այն հեքիաթները, որ մենք փողոցով ինչ որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգանք, այդ հեքիաթները դրեք մի կողմ։ Դրանց ձեր դիտարկմամբ շատ են, հա, այսպես խոսում, դա քաղաքական խոսություն տածված է պլան B, պլան G Ընդդիմություն այս պահին ունի, թե ոչ։ Խնդիրը այն չէ, որ ընդդիմություն այս պահին պլան B ունի, թե չէ, խնդիրն այն է, Ռուսաստանի Դաշնությունն այս պահին պլան B ունի, թե չունի։ Իդեպ մի հատ, որտեղ եթե պլան B ունի, մի բան պետք է ասենք, եթե Ռուսաստանի Դաշնությունը համակերպվում է ստեղծված քաղաքական իրավիճակին, ինքը նշանակում է պարտվեց, ինքը դուրս է գալու։ Արևմուտքը հանել է Ռուսաստանի այս բան Հայաստանի Հանրապետությունից, իսկ մենք միշտ հիշեք, քննարկել ենք, որ սա Հայաստանի ընտրություն չէ, սա հիշում եք, այն մեծ տարածաշրջաններ, Հարավային Կովկաս, կենտրոնական այս ամբողջ տարածաշրջանում վերջին ուրեմն երկիրն է Հայաստանը, որտեղ կա Ռուսաստանի ռազմական ներկայություն, ռազմատնտեսական ակտիվ ներկայություն, առաջիններն ռազմական ներկայություն։ Եթե Ռուսաստանը համակերպվում է, այսինքն ասում են դե լավ, հիմա եւ չի աջակցում ընդդիմություն, ասում են դե լավ, հիմա ինչ եղել է, նշանակում է ինքը դուրս է գալի։ Ուրիշ ճանապարհ չկա, որովհետեւ չեն կարող բանակցել, ինքը չնայած այսօր վարչապետը ուղերձ հղեց ուրեմն Ռուսաստանի Դաշնության տոնի կապակցությամբ նշելով այդ ուղերձի մեջ, որ պետք է երկու երկրների շահերը այսպես մոտապես բառացիչացենք ինքնիշխանության եւ պետական շահերը ճանաչելու վրա պետք է կառուցենք, այդպես չի, էլի։ Ռուսաստանի Դաշնությունը քո շահերը այլևս չի, Հայաստանի շահերը արգում է, բայց վարչապետի իշխանության շահերը չի արգում, որովհետեւ վարչապետի եւ իր քաղաքական ուժի հետ բանակցել են 2-3 տարի առաջ, այն ժամանակ, երբ որ Հայաստանում ուրեմն առաջին 50 դիտորդը մտան, կարծեմ 50 թե 25 են, չեմ հիշում, առաջին այդ 50 դիտորդերը Եվրոմիության մտան, բանակցությունների արդյունքում այսօր դիտորդների թիվը դարավ 209, Հայաստանը Եվրոմիությանից ստորագրեց բազմաթիվ փաստաթղթեր եւ արդեն հետախուզական կարելի ասել գործակալություն ստեղծեց Եվրոմիությունում Հայաստանում, այսինքն Հայաստանի վարչապետի հետ այլ բանակցելու խնդիր տեղ չկա, կամ Ռուսաստանի Դաշնությունը կարողանում է Հայաստանի ներքին քաղաքական ուժերի միջոցով հասնել իշխանափոխության կամ Ռուսաստանը հեռանում է, ուրիշ ճանապարհ չկա, կամ է դրված։ Դրա համար երբ որ ընդդիմությունը ասում է, հա, իդեպ նաև որոշ հարցերի ցանկանանք պատասխանել, դա շատ տարածված է, հա, թող ընդդիմադիրները մանդատները չվերցնեն, հա, չվերցնեն եւ այնտեղ քաղաքական ճգնաժամ կլինի։ Քաղաքական ճգնաժամ չի լինի։
վարչապետը կգնա եւ 64 падգամավորով ու ԿՊ-ն կգնա 64 падգամավորով կընտրի վարչապետ, բոլորը կգնան աշխատանքի։ Դե ասում են ոչ թե տենց տեխնիկական առումով, այլ զուտ քաղաքական առումով չի լինի։ Ոչ լեգիտիմ, եթե մի ուժ լինի, դա լեգիտիմ։ Դա լեգիտիմ կլինի, որտեղ լեգիտիմության փաստաթուղթը տալիս է կենտրոնական դրական հանձնաժողովը, Վահագն Կովակիմյանը, Վահագն Կովակիմյանը Նիկոլ Փաշինյանին ոչ լեգիտիմ չի ճանաչի։ Նա լեգիտիմության թուղթ կտա, մոռացեք ասում, կամ աշխարհը չի ճանաչի, այսինքն ձեզ թվում է, որ Չալդի նախագահան առավոտից իրիկուն սենց արտանում նայում է թերթերի, կայքերը բացում, տեսնում Հայաստանի խորհրդան լեգիտիմ է, թե լեգիտիմ չի, կամ Բելգիայի արտգործնախարարությունը կասի, վայ, հիմա մենք ոնց ենք Հայաստանի հետ համագործակցելու, Հայաստանի վարչապետ բան է, խորհրդանը լեգիտիմ չի, ուրեմն դա որոշակի քաղաքական կենտրոնից ուղղորդված, այսպես PR գրոհ է խորհրդանական ընդդիմությանը, որպեսզի նրանք հրաժարվեն մանդատներից, պետք է վերցնել, անգամ այն դեպքում չէ, ելեմ ասում, խնդիրը պետք է վերցնել չէ։ ԲՀԿ-ն չմտնի անգամ այն դեպքում։ Չէ, խնդիրը դա չէ, խնդիրը կայանում է, որ ուղղորդված քաղաքական բան է գնում, հարձակում է գնում, PR կամպանիա, որ դուք մի վերցրեք, որպեսզի խորհրդարանում, երբ որ դուք չեք վերցնում, դուք դառնում եք արտախորհրդարանական ուժ եւ իջեցնում եք ձեր կարգավիճակ արտախորհրդարանական այլ ուժերի հետ է հավասարացում, այսինքն դուք իրանց հետ հավասարվելով այն մյուսին առավելություն եք տալու, որը խորհրդան չի մտել, իսկ նրանք կարող են արդեն ռասխուտ կանգնել 2031 թվականի համար, որտեղ կան քաղաքական ուժեր, որ այսօր արդեն 2031 թվականի այսքան ազգային ժողովի հաջորդ ընտրությունների համար են պայքարում։ Բոլոր այն բաները, հեքիաթները, որ ասում են, որ դա կլինի քաղաքական ինչ-որ ճգնաժամ, դա քաղաքական ճգնաժամ չի բերի, մեկ, երկրորդ վարչապետը շատ հանգիստ կարող է զանգել կենտրոնական դրական հանձնաժողովում եւ կարգադրել ընդդիմության այս 41 մանդատը որ չեն ուզում վերցնել կտակ այն կուսակցությունները որոնք 2% անցնում են կամ մոտ են այդ 2%-ին եւ կենտրոնական դրական հանձնաժողով շատ հանգիստ կարող է դա անել առանց բայց նման կարգավորում կա օրինակ երբ որ լսում եք այլ փորձագետների ասում են նման բան չկա որ դիմի ՍԴ որպեսի տան այլ ուժերին թե իսկ ինչի հայտո որ չկա ինչ այդ չեղած կտա ինչ Ինչ է կանելու։ Իսկ կարգավորում կար, երբ որ սահմանադրական դատանին գոյություն չունեցած հոդվածով փոխեցին սահմանադրական դատանի կարգը։ Կա հոդված, երբ որ վարչապետը իրավունք ունի դատական համակարգը շրջափակելու կոչ անել։ Կա հոդված, երբ որ ընտրությունների ժամանակ այսպես բեսպրեդել ուրեմն բան են իրական, վարչական ռեսուրս են իրականացնում։ Կա տենց հոդվածներ, չկա տենց հոդվածներ, չէ, բայց անում են։ Հարց, եթե քաղաքական ուժը նախքին ուրեմն բան է, նախքին ժամանակատվածում կատարել է բազմաթիվ ուրեմն գործողություններ, որոնք հենց այդ նույն ասողները գնահատում են որպես, ես իրավաբան չեմ, չգիտեմ, բայց հենց այդ նույն ասողները դա գնահատել են որպես իրավունքի կոպիտ խախտում, ոտնահարում եւ այլ։ Եթե դա արել է 10 խախտում, 15 խախտում, 35 խախտում, ինչի կարող է դա անել։ Չէ, ինչի չի կարող, ասում են օրենք չկա։ Եթե օրենք չկա, դա չի նշանակում չես կարող անել։ Օրենքը չի արգելում։ Չկա տես բան, դա արգելվում է։ Կասի չի արգելվում, թե անգամ գրված է արգելվում է, կասի չէ չի արգելվում։ Վարչապետը շանթակիստ ասում է, եթե ես մեծամասնություն չունեմ, պատերազմ կլինի։ Հիմա ասում են, այդպես բան չեմ ասա։ Հասկանում եք, ասում են Արցախ Հայաստանը եւ վերջ, հիմա ասում են ինչ Արցախ Հայաստան, այդպես բան չի կարելի ասել։ Հասկանում եք, շատ դեպքեր կա երկու դիրքորոշում ունեն նման բաներ հայտնողները կամ նրանք ուղղորդված քաղաքական PR են անում հատուկ խորհրդանական ընդդիմության դեմ եւ կան մարդիկ որոնք որ խորհրդան չեն անցել ուղղակի ոնց որ ուզում են այսպես էլ ողրույշներն էլ չանցնեն դրա համար ասում իրենք դա դիտարկում են այդ կտավածքով բայց դուք մի դիտարկեք մանդատ վերցնել չվերցնելը զուտ այդ քաղաքական ուժերի ցանկությամբ սա այսպես արտաքին քաղաքական համատեքստում դա դիտարկեք այդ գործընթացը, որովհետեւ մանդատ վերցնել չվերցնելու հարցը կապ չունի քաղաքական ուժերի այս կամ այն падգամավորի ցանկության հետ։ Դրանց հետագա գործընթացներ։ Իսկ սպայդորության դեռևս քաղաքական ուժերից մեկը ասաց, այո, մենք չենք հաղթել ղեկավարից մեկը, բայց իշխանությունը չի հաղթել, անցնում բան առաջարկեց երկրորդ փուլ անցկացնել, տենանք իրական նորից քննարկման իրատեսական է սցենարի։ Չգիտեք, ինձ էլի եմ ասում, խնդիրը իրատեսական թե իրատեսական չի, դա իրավական հարց չի, հիմա քաղաքական հարցեր են լուծվում։ Ինչ որ քաղաքական եմ հենց ասում։ Քաղաքական հարցի տեսակետից արդեն կախված է թե ինչ ճնշման մակարդակ կլինի երկրի ներսում, երկրի դրսում եւ ինչ ձևով այդ ճնշումները կարող են բան անել։ Երկրորդ փուլ եղավ, երկրորդ փուլով էլ իշխանությունը կրկին առավել ձայներ ստացավ, ասում է ավելի լեգիտիմացնում են։ Չէ, չեն կարող ասել, չէ, խնդիրը ասեմ լեգիտիմ չլեգիտիմը չի։ Լեգիտիմության թուղթը տալիս է Վահագն Կովակիմյանը, ինքը արդեն տվել է։
այս ընտրությունները, որ անցել են, բան այդ կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահն ասել է, սա լեգիտիմ է, վերջ ինքն է տալի լեգիտիմության թուղթը, ինքը լեգիտիմության թուղթ տալիս է, հասարակությունը կընդունի լեգիտիմություն, չի ընդունի լեգիտիմություն, Չադի նախագահան կընդունի, կամ իսկ Մալի նախագահան չի ընդունի, դա ոչ մեկին չի հետաքրքրում, լեգիտիմության թուղթը տալիս է կենտրոնական տրական հանձնաժողովը, ինքը ասել է լեգիտիմ է, վերջ, ինքը դա է ասել, ուրիշ ոչինչ չհանդիպեք։ Եվ վերջում պարոն Բադալյան, առաջիկայում ինչ սցենարներ, ինչ զարգացումներ են հնարավոր, իհարկե կախված այդ արդյունքներից, կախված 4 ուժը կանցնի խորհրդարան, թե ոչ։ Կախված է նրանից, թե ՌԴ-ն խորհրդան ինչ համենապատկեր կդրսևորվի, եթե 4 ուժը անցնում է խորհրդարան, բնականաբար դա ուրիշ զարգացում կարող է լինել, եթե խորհրդարան չի անցնում, որովհետև ինչ տվեց, այսինքն իշխող ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը դիմել է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը մերժում է, իրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, սա լրիվ ուրիշ գործընթաց է, այսինքն երկու տեսակի, այս երկու գործընթացներն էլ առանձին կարող են զարգանալ, կախված է դա բազմաթիվ հանգամանքներից։ Սա իհարկե ինչ որ ներկայացնում, սա այս պահի դրությամբ, ասենք վերլուծական դիրքորոշում է եւ այլն, այսինքն թե ինչ բաներ կարող են տեղի ունենալ, զարգացումը տեղի ունենալ, թե ինչը տեղի կունենա, մենք չենք կարող գուշակել, որտեղ Նոստրադամուսը չենք, բայց մի բան մեր համար հստակ է, մենք այս պահի դրությամբ տեսնում ենք, որ իդեպ ցել նշենք, որ Լավրովը նշեց, որ երեք էր, եթե չեմ սխալվում, հա, նշեց, որ Հայաստանը հապկում իր ձայնի իրավունքից պետք է զրկվի գումարները չմուծելու համար, նաև ներկայացուցիչներն հետ կանչի, այսինքն հապկում Հայաստանը այլևս ձայնի իրավունք չունենա, իսկ դա որոշակի հետևանքներ հետագայում կունենա եւ հասկանալի է մոտապես թե ուր է տանում հենց կոնկրետ այդ նախաձեռնությունը, բայց այս պահի դրությամբ մենք ոնց որ տեսնում ենք, որ ռուսական կողմից լարումը ավելացվում է եւ հող է իրավական փաստաթղթավորմամբ հող է նախապատրաստվում ինչ որ գործընթացի։ Ինչ չգիտեմ։ Շնորհակալություն, պարոն Բադալյան, ձեզ զրույցի համար։ Հարգելի ստուդիոտներ, մենք Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցում էինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար մեզ, կհանդիպենք։